Ողջույն սիրելի հեռուստադիտողներ եւ YouTube-յան հետևորդներ, համացանցային հետևորդներ, չէ՞։ Այո։ Շատերը արդեն հարազատացած, բայց սև ու սպիտակ։ էլի ակտիվությունը քիչ է, մի քիչ ակտիվացեք, ասեն գիտես ինչ։ Մեզ դուխատապ են անում։ Հա, այդ եմ ասում, այսինքն, ասենք 10000 հոգի նայում է, խոսքի 200 հոգի լայքում են։ Ժորժան, հակառակը արեք էլի։ 200 հոգի լայք։ 10000 հոգի լայք եք։ Բայց պետք է հաշվի առնել, որ հաշվի առնելով նաեւ ընդհանուր մեր հեռուստատեսության ռեյտինգը, Հա։ բանա, մեզ ավելի շատ հեռուստատեսությամբ են Դե նայում։ բնական է։ Որովհետեւ մեզ հասկացող մարդիկ են նայում, բան, կյանք տեսած, կյանք ապրած, Այո։ Հեռուստացույց սիրող, այո, հինավանդույթները պատկանող։ հինավանդույթները, հա ինչ որ մենք աչք ենք կորացնում, ճիշտ ենք անում սաղարոտ սրանով Չէ, նայելով։ իմիջիալս մի հատ բան ասեմ, ինչ եղավ մի քանի օր առաջ, ոնց որ միջիցս մեկը, այս թևերից ներվերը սա քաշեր, ու ինձ բանը մանում, ինձ ցավում է, չեմ կարող բարձրացնեմ թևերս, բայց ընտանում լավ եմ, ճնշում, սիրտ, բան, զգում եմ, որ լավ եմ, ուղղակի այս թևերս հոչի մզում ու տաքսիով էր, տղեն նկատեց, ասում ինչ ա եղել, ասում չգիտեմ, ցես բան, ասեց այ որ քո գործանած անընդհատ մեջն ես, հենց այդ ողնաշարին կեղտոտ հատված կա, հենց այդտեղից է։ Այդ լավ խոսք է, չէ, հայերեն թևաթափ։ Թևաթափ է եղել։ Թևաթափ է։ Բառացիորը թևաթափ է եղել։ Բանա, շնորհավոր տոնը։ Շնորհավոր տոնը եւ շնորհավոր ձեր Շնորհավոր մեր բոլոր բոլոր քաղաքացիների տոնը։ Այսօր քաղաքացու տոնն է, որը նոր է ստեղծվել, ինքը 18 թվականից կա, ճիշտ է, ցավոք մի քանի տարի եղավ, որ չնշվեց ամբողջ թափով, որովհետեւ բնական պատճառներ են, COVID-ը, պատերազմը, հետ պատերազմյան իրավիճակը, հետո արդեն Արցախի էթնիկ զտումը, դե բարձա տոնելու ինչ որ բան տոնելու մեծ հաշվով տրամադրություն էլ չկար, անգամ նոր տարին որ շատ սիրում ենք, անգամ դա ենք կեցված այնքան որ սա մի բան դնում, բանի համաձայն, բնավորության համաձայն։ Բայց ամեն դեպքում այս տոնը ոնց որ ուզում է քարկոծվի, ինչը անձամբ ես չեմ ցանկանում թույլատրել։ Ինչ են անում։ Քանի որ ինքը հեղափոխության ժամանակ բան եղավ։ Հա, այսինքն ստեղ նորից աշխատում է էդի իրանց տոնն է։ Հա, իրանց Այդ գաղափարը էլի։ իրանք քաղաքացի չեն, Հա, չէ։ Մենք ենք մենակ քաղաքացին, բա ինչ եք ուզում մեզանից։ Բա մեր երկրից ինչ եք ուզում ախպեր։ Հիմա նայեք։ Օրինակ ապրիլի 7-ը ներմուծեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Չէ, իր ժամանակ, չէ, ապրիլի 7-ը ներմուծվեց։ Կանանց կազմակերպություն։ Դա ոչ դարավ իր կնշտոնը։ Հա։ Ասենք ինքը քանի 30 տարի չկա քաղաքական դաշտում, չկար։ Յա իբր։ Հա։ Բայց մենք ապրիլի 7 նշում ենք։ Ճիշտ է։ Ու առանց հիշելու թե ով է ներմուծել։ Հիմի քաղաքացու տոնն է, ու դա շատ լավ տոն, գաղափարը լավն է։ Հա, բա մենք բոլորով ով ինչ արել չի արել, համել թող իրար է։ Ով որ կուսակցությունից Հա, ով շփվելա չի շփվել, դա հավատացյալ համել լիցքա թափվելու օր թող լինի, թող շփվելու օր լինի, թող բարիշելու օր լինի։ Ցես քաղաքացու տոնն է։ Հիմա այսինքն ստացվում է սենց, եթե հունիսի 7-ի ընտրություններով կամ ապագայում ինչ որ մի օր էլ Նիկոլը չլինի վարչապետ, всё քաղաքացու օր չի կարելի նշել։ Քաղաքացու օրն է լավ։ Այդ ժամանակ ուրիշ բան կլինի նոր քաղաքացու տոն։ Կամ արժանապատիվ արժանապատիվ քաղաքացու։ Ուժեղ քաղաքացու։ Ուժեղ քաղաքացու։ Չէ, դե տենց չի կարելի, ժողովուրդ։ Ու ես ուզում եմ հասկանալ այդ խանդը, նախանձը ու զայրույթը, որը որ գալիս է հիմնականում ռուսամետ ուժերի կողմից։ Որ ասում ենք սրանք պետականության կողմնակից չեն, որովհետև քաղաքացին պետություն է բնութագրում։ Պետության արդյունք է քաղաքացին։ Չէ՞։ Հա։ Չեն սիրում այս մարդիկ տես բաներ։ Բայց փոխարենը շատ լավ ստացվում է Երևանի մայրաքաղաքում դրոշ վառելը։ Գնալ Ծիծեռնակաբերդում, այդ ինչ էր որ ապրիլ 24-ի գլխավոր ատրիբուտն են սարքել այդ դրոշ վառելը։ Գիտես, Մկրտչյան, օրինակ ջահերով երթը լավ կլիներ, որ քաղաքական կուսակցություն չլիներ դա անող, այլ լիներ հասարակական կազմակերպություն, շատ ավելի լավ կլիներ։ Ինքը իր մեջ իսկապես խորհրդավորություն ունի,
բան ունի, ասենք երիտասարդներին ձգում է ինչ-որ բան։ Ոգեշնչող ինչ-որ բան ունի, չնայած որ ֆաշիստական Գերմանիայից է վերցած, ֆաշիստներից է վերցած, դու լավ իշ։ Ընդ որում առաջինը արել են իտալական ֆաշիստները, հետո գերմանացիները վերցրել են իրենցից։ Լավ, թողնենք դա։ Իմի ջահերով ջահակիրներ բոլոր ժամանակներում են եղել, իրանք էլ վստահաբար մի տեղից վերցած կլինեն։ Ամեն դեպքում ինքս էս խորհրդավոր բան ունի զգացմունքային բան, բայց քանի որ քաղաքական կուսակցությունն է դա անում, նրանք հետո դա քաղաքական դիվիդենդի են վերածում, սա է խնդիրը։ Կապ չունի որ քաղաքական կուսակցություն, իմիջիայլոց որն էլ աներ նույնը ասելու է։ Եթե ՀԿ-ներ կմիավորվեին ու կանեին, իմիջիայլոց ՀԿ-ները թող միավորվեն, ինչ-որ նոր բան ստեղծեն ձեռքի հետ, Ընդ որում, ասենք Թբիլիսիում արեցին, լրի նորմալ է։ Հա։ Բայց երբ որ դա մեկնարկում է անատամությանից, թուլությունից բխող գործողությամբ, որը որ դրոշայրելն է, կապ չունի դրոշը։ Գիտես մարդիկ կան մեկնաբանում են ասում, Թուրքիայի դրոշը վառում են դուք, ինչ նեղվել եք, որ ասում մերժում եք։ Չենք նեղվում, մենք նեղվում ենք, որ դա թուլակամության դրսևորում է։ Թուլության դրսևորում է։ Այսինքն իսկ թուրքերը որ նայեն, չեն ասելու էսի դաշնակներն էին։ Ասելու են հայերը մեր դրոշն էին վառում, հա, ու գիտես ոնց խնդալու են մեր վրա։ Խնդալու են։ Ճիշտ է։ Ես կխնդամ։ Դա բանի նշանել եմ, որ դռանը դեմ է ես ինչեր ես անում, էլի, ասենք։ Ու դա տարածվում է նաև իմ վրա, քեզ վրա, մյուսի վրա։ Ախպեր պիշտ։ Եկեք դե ոնց ասեմ, հրավիրում եմ հուլիսի 16-ին դրոշ վառելու։ Կարանք տոն էլ մտածենք, դրոշ վառելու տոն։ Հուլիսի 16-ին կարանք տոն չմտածենք, ծանոնդս ացավը։ Մենակ իրան պետք է հանրապետական դարձնել, պետական տոն։ Հանրապետական ու Համապետական։ Ես հանրապետական ասացի։ Հանրապետական ասացի մի ամենից ճիշտ լսեցի։ Մի խոսքով, հետո բայց երթը լավ բան է, թող լինի, ոչինչ։ Հա ոչուկ դրա դեմ բան չունի։ Ի վերջո էդի գնում են անգամ նրանց բան չանելով, բայց գնում են։ Կարելի է անգամ զուգահեռ ուրիշ բաներ էլ մտածել, ավելի ազդեցիկ դարձնելու եւ այլն։ Ես օրինակ մի ժամանակ ծրագիր ներկայացրել էի դեռ 15 թվականին 100-ամյա տարելիցին եկեղեցին ոնց նշի, այդ ժամանակ մեծ 15-ի ապրիլի 24-ից մի 2 ամիս առաջ մեծ համաժողով էր եկեղեցիների ու թեմերի ներկայացուցիչների։ Ես այդ ժամանակ գտնվում էի Ռուսաստանի Դաշնությունում ու Մոսկվայով Նախճովանի թեմի որպես քաղաքացիական ներկայացուցիչներից եղել ես ինչ-որ։ Չէ, պրոռուսական երբեք չեմ եղել, ասեմ ավելին։ Կինս ռուսերենի ու անգլերենի դասախոս էր։ Հիմա այդ խեղճ աղջիկը իմ ձեռը ռուսերենին չի անդրադառնում։ Բանա դա մի կյանքը տենց էր ստացվել, ինձ նետել էր հերթական անգամ այլափ էր, այս անգամ Ռուսաստան, դրանից առաջ ուր ասես նետել էր, այս անգամ էլ մոտիկ տեղ գցես, լավ էր, ծանոթ խառնեցի մոտիկ տեղ ընգա, ու Ռուսաստանի և նոր Նախճովանի թեմից Իշեցի են մեր հայտնի դերասանի ես վերջի բանը, Արմենիա մայա չես տեսել երևի չէ լավ գովաշ չանեմ են որ ասում էր հեսա գալու են մեր Ռուսաստանի հայրենակիցները որոնք մեծացել են Արմենիա մայա երկի տակ բան հասկացար ինչ եմ ասում ու բանա տես մի հատ լավ ծրագիր ներկայացրեցի բանը գարեգին բան սաղ նստած սաղ ու սաղ են ենք է բանի մեջ էլ, են որ ոգը, որ ինչ լավ բան անենք բան, իհարկե թույլ տվեք հիմի չասել, բայց ես մի օր դա անելու եմ, էլի, որ ուղղակի հեղինակային իրավունքը չկորի, միտքը չկորի, որտեղ միտքը գողանում են, անում են ավելի վատ, որ գողանան ոչինչ, լավ բան, թող արվի, ենքան են ինձնից տենց մտքեր գողացել, բայց գողանում ավելի վատ են, անում ներվում ես, մի խոսքով, ոգևորվեցին, բան արեցին, 2 ամիս ձեն չհանեցին, ապրիլի 24-ին, տենց 100-ամյա տարելիցի օրը ընդամենը ղողանջեցին աշխարհի բոլոր եկեղեցիների զանգերը։ Այդ իրենց մաքսիմումն էր։
Ինչու որ սես տնես կարելի է անել մշտապես։ Մշտապես։ Ամեն տարի։ Հա։ Հետո դրոշ վառելը օրինակ դաշնակցությունը կուսակցությունն է, որ շատ երկրներում ներկայացուցություն ունի։ Գրեթե բոլոր։ Նկատել ես որտեղ են հեճելի վառում։ Այդ չեմ հիշում։ Ինչքան հիշում եմ Բեյրութում։ Աչքովս ընկել։ Բեյրութում նենց է որ այնտեղ շատ բաներ են վառում բոլորն են։ Առավոտից Շատերն են շատ բան վառում։ Չէ, նկատի ունեմ արևմտյան երկրներում։ Անկեղծ չեմ հիշում։ Ես էլ չեմ հիշում։ Չեմ հիշում, որտեղ այնտեղ երևի թե նաև օրենսդրական կարգավորումներ կան։ Որովհետև պետությունը ունի ռազմավարական ծրագիր, որը հարգում են տեղի քաղաքացիներ իրենք այդ թվում։ Բայց մեր պետական ռազմավարական ծրագրերի վրա թքած ունեն։ Իմիտես ինչ ստացվեց։ Մի հատ վատ բան եղավ։ Չգիտեմ, Աշկովը տնկել է թե չէ, մի հոգի ունեն, բլոգեր ազիկները։ Եկել են Զեդո Բաբոյի արձանի մոտ, Ադրբեջանի դրոշներով ունդեղ ու ասում էին, հեսա դե դրոշները վառելունի պատասխան, հեսա կտեսնեք։ Դե նամակ են անում, որ հեսա կկարծեք։ Չեմ կարծում։ Ես իրանցից ամեն ինչ եմ սպասում, բայց այդ հարցը էդի չի։ Չնայած եկեղեցին որ քանդեցին, իհարկե ես չեմ ասում, վայ սրանք ինչի դրոշ վառեցին, հեսա էդի կքանդեցին, այստեղ իրանք վայրենի են ու այո, պատմամշակութային կոթողները վերացնելու ճանապարհով են գնում, մեծ աղբորից են օրինակ վերցրել, ինչ անես։ Բայց այնուամենայնիվ ներողություն, մեծ աղբերս վերջերս հասկացել է, որ այդ ինչ որ մնացել է, իրանց լավ փող է բերում։ Ու հիմա դողում են այդ հուշարձանների վրա։ Ես մի քիչ այդքան վստահ չէի լինի, որ դողում են, որովհետև ամեն դեպքում հայկական հետքը Դե հիմա աղթամարը եկեղեցին, աղթամարի եկեղեցու մի քանի երևացող բաները պահում են։ Այն ինչ գիտես ոնց, դա ոնց որ սովետի ժամանակ ուզում էին մեր պատմությունը ասես մի քիչ մեղմ էին թուլացնեն արհեստականորեն, չէ՞, շուկից գցեն, տեսքից գցեն, բայց ինչքան արեցին Տիգրան Մեծին չկարեցան կպնեն, որովհետև ամեն դեպքում էդի աշխարհի ամեն դիվաններում, սաղ տեղերում կա ֆիլմերում հոլիվուդյան կայի այդ մեկը թողեցին, էլի, այդ նույն բանն է, ոնց որ ինչը որ շատ աչքի ընկնող է թողել են, բայց մնացածը լրիվ վերացնում են, ոչ միայն եկեղեցիները, այնտեղ դպրոցներ, այնտեղ գյուղեր, մի ամբողջ գյուղեր։ Դե իրանց պատմությունն է։ Բայց ցավալիորեն, ցավոք սրտի Տես ապրիլի 24-ի բանը, որ ասում եմ, այդ շոուն, որ կազմակերպեցին Ծիծեռնակաբերդի դեմը, բոլորը հասցրեցին նկարվեն, բոլորը խոսեն, բան չգիտես, բայց տեսակ, որ եկակ, բոլորը էլ հասակ իմ ասացին, այն ինչի համար, որ տակը աշխարհի բառերն եք գրում ձեր ընտանեկան դաստիարակությունից ելնելով, որ ասում է Հայաստանի Հանրապետությունը երբեք պետական ռազմավարության մեջ ընդգրկած չի եղել, բանը ցեղասպանության ճանաչումը, պետական ռազմավարության մասին է խոսքը։ Ասում եք, այս ինչ էր խոսում։ Որևիցե մեկի ժամանակ այդ պահանջատիրությունը պետական ռազմավարական բանի մեջ չի եղել։ Գործունեություն։ Եղել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետությունը սատարում է այս կամ այն դրսևորումը, որը իրականացվում է, բայց ինքը իրանով երբեք դա չի արել։ Ու դա ունի իր բացատրությունները պարզապես երկար են, շատ չասենք։ Ուղղակի այստեղ մի բանի կանք 30 արդեն 5 տարվա պետականություն ենք։ Չէ՞, ինքնիշխանություն իբր բան, պսևդո իհարկե, շատ տարիներ ցավոք սրտի։ Բայց Թուրքիայում, որ այս ամեն ինչը վերացնում են, ամեն օրով վերացնում են, որ վերանում է, ինչի Թուրքիայի հանրապետությանը մեկը նոտա չեք հղել, մեկը մի բան չեք ասել, ասեմ ինչի, շատ պարզ է, ժողովուրդ ջան, պետք է լինեն հայ-թուրքական հարաբերություններ։ Ի վերջո այդ էլեկտրոնային հասցե պետք լինի, որով ուղարկում ես, հա, եթե չունես դիվանագիտական հարաբերություն, ո՞նց ես ունենաս պետական հարաբերություններ, հասարակական հարաբերություններ, հիմա թուրք ժողովրդին պատկերացրեք, նրանց ուղեղը լցրել են, ինչ ցեղասպանություն, թուրքին երբ որ ասում ես ցեղասպանություն, ինքը չի հասկանում դու ինչի մասին ես ասում, որովհետև իրան ծնված օրից հակառակն են սովորացրել, հասկանում եք։ Հիմա եթե չլինեն հարաբերություններ, չլինեն հասարակական կազմակերպությունների գործունեություններ, համատեղ շփումներ, անգամ երբեմն շատ դրական թեկուզ
բանի տակ, հա, դա ավելի լավ։ Չես կարող այդ հանրությանը բերել այն մակարդակին, որի ղեկավարը դուխ կանի, ասի, հա, եղել է ցեղասպանություն։ Ոչ չէ որ ինքն էլ քաղաքական գործիչ է։ Ասա հաշվար կանում, ասում եմ, ելնեմ ես ասեմ ցեղասպանություն եղել, ով այն զեն տալու մյուս ընտրություններին։ Հետո գիտես Տարական բաներ է։ Ստեղ մի բան է, Բայց մենք կներեք, այս սրան հակակշիռ որպես ինչ ենք անում։ Ադրբեջանի հետ Արեգ Քոչինյան ենք բանենք։ Իմիթե ոնց են շփվում, ոնց չէ, ինչ ձեռքբերումներ կան կամ չկան, ընդ որում այդ ձեռքբերումները պիտի երկու ստեկ լինեն։ այսօր գնում գալիս Հա, են։ դա դրական բան է, դրական բան է, անկախ արդյունքներից։ Ինքը արդեն դրական բան է։ Մի բան է, քարկոծում եք դա։ Իսկ եթե մենք ժամանակին այս ուղղությամբ աշխատած լինենք, հիմա Թուրքիայի Հանրապետության ներսում հնարավոր կլիներ որոշակի պահանջ ստեղծել, որոշակի մտորում, այ մի հատ հրանդինքը ինչքան բաներ հասցրել անել։ Դե մի դուք պատկերացեք, եթե այդ ամեն ինչը լինեն բազմաթիվ հասարակական Ընդ որում ես ուզում եմ հիշեցնեմ, որ երևի մի 15 տարի առաջ հայկական որոշ կազմակերպությունների օժանդակությամբ, այդ թվում նաև իրավաբանական, իրավապաշտպան կազմակերպությունների օժանդակությամբ որոշ հայեր դատական հայցեր հաղթեցին Թուրքիային ներկայացված, որը ապացուցում էր, որ այս մարդու հարազատը ունեցել է սեփականություն, դիցուկ Ստամբուլում, իրավահաջորդ էր եւ կար այդ բաները, փաստաթղթերը, Օսմանյան փաստաթղթերը կար, որով ապացուցվեց։ Դա էտել է, ասենք, բաներից մեկը, հա, հնարավորություններից մեկը։ Բոլոր Մկրտչյան ջան, հիմա արցախցիներին ինչ եմ ասում ես։ Ասում եմ ձեր ցավը տանեմ։ Ձեզ այն ձեր պսևդո կառավարությունը խափում պահում է որպես այստեղ գործողություն իրականացնելու մատերիալ։ Դա ինձ ցավ է պատճառում, որովհետև ես ձեզ սիրում եմ։ Լսեք, աղբեր ջան, դուք եթե հիմա միջազգային ատյաններում թեկուզ որպես անհատներ կամ խմբեր ստեղծելով, նրանք չեն կազմակերպելու դա, չնայած դա իրանք հենց պիտի անեն։ Ներկայացնեք միջազգային դատարան հայցեր, որ դուք ձեր էթնիկ բնակավայրից տարհանվել եք, չգիտեմ, ես ամեն ինչը ներկայացնենք, ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես սուբյեկտ ձեզ իհարկե չի կարա աջակցի, դա նոնսենս է, չի կարելի։ Չէ, որովհետև բայց չի էլ խանգարի, չի էլ կարա խանգարի, որովհետև դա քո իրավունքն է։ Քո անհատի իրավունքն է, ընդ որում կարած նյութական վնասների փոխհատուցման համար։ Բայց ձեզ խափում են, մի հատ բարձր էլի շեմ են սահմանում, վերադառնալու ենք։ Գիտեք, ինձանից շատ երևի թե շատ արցախցիներ այդքան չուզեն, որ վերադառնան, ինչքան ես եմ ուզում վերադառնալ։ Հարցը դա չի, բայց պետք է ամբռնել, չէ՞։ Լավ, ասենք թե վերադառնում եք։ Ինչ անձնագրով եք վերադառնալու։ Որ երկրի քաղաքացի եք լինելու։ Ուր եք վերադառնալու։ Սրանք իրավաբանական հարցադրումներն են, քաղաքացիական չէ։ Ես հարց չունեմ, ես գիտեմ, որ դուք ուզում եք գնալ բուն հայկական ձեր էթնիկ բնական բնածին վայրը։ Բայց իրավական ձևակերպումներն են։ Չի լինելու այդպես։ Դա պետք է ըմբռնենք։ Դա կարա լինի այն պարագայում, երբ որ հաստատվի իսկապես խաղաղությունը ու ժամանակի ընթացքում, չգիտեմ, դա բարդ է, էլի բարդ է, որովհետև ընդեղից էլ հակընդեմ հայցերը կգան, չէ, հա, կազմակերպեն։ Հեսա 300,000 ադրբեջանցի է գալ։ Չի գալու, հայցեր են ասում։ ասում։ Ուր են գալու, ինչով են գալու։ Պիտի գան ստեղ արդյունք ստեղծեն իմ պետության համար։ Դեռացի բոգը, թող գան 300,000 ինչ է, ուլի պես թող գնան միտը։ Ասենք, չի, այտենց չի էլի, քաղաքացիների չիմացությունը ինձ համար ամենազզվելին դա է, այս ամեն ինչ մեջ, որ քաղաքացիների չիմացությունն ու հույզերը օգտագործում են քաղաքական նպատակով։ Ընդ որում ուշադրություն դարձրեցիր, որ Նարեկ Կարապետյանը միտքը փոխեց։
Նարեկ Կարապետյանը ի սրտե միտքը փոխած է եղել։ Այս անգամ էլ փոխեց, որ Հայաստանի Հանրապետությունը չունի հարևանների նկատմամբ որևէ նկրտում։ Այդ թվում Ադրբեջանի։ Ընդ որում նկրտում բառը մի քանի անգամ։ Հա, Բայց ուզում ես դու ճշտապահ մարդ ես։ Ես կարամ խախտեմ, դու տես։ Չէ, եթերի նկատմամբ նկրտում չունենք։ Գնացինք։ Արժանատար մեր եթերում։ Վերադառնանք։ Նկրտումներից ենք խոսում։ Գնացինք նկրտումներով, մարդը դրեց, ասեց, որ Հայաստանի բա այդ նույն բանը, երբ որ ասում է Փաշինյանը, ինքը դառնում է թուրքը, ուրացողը, Թուրքապատակը, կապիտուլյանտը։ հա։ Հիմա այս նույն բանը ասում է մեկը, ում շուրջ հավաքվել են նրանք, ովքեր Փաշինյանին նկարագրում են, որ հողատու։ հա, այս ամեն ինչով։ Հա։ Որ դա ոնց եղավ, ոնց թե Արցախը բանը, ոնց թե հողային բաժնը։ Հիմա այս մարդիկ հավաքվել են այս մարդու կողքը։ Մեր նկրտումի կողքը։ Հիմա այս Նկրտումի պապայի ու հոպարի նաև։ դե ինքը հոպարի գանձն է։ Դա չի հարցը, բայց ամեն դեպքում։ Հիմա այս մարդիկ այդտեղ խի բան չեն նկատում։ Ասեմ ինչի չեն նկատում։ Որովհետև 45 հատ կայք 36 հատ հեռուստատեսություն սենսացիոն վերնագրով որ Նարեկ Կարապետյանը հենց նոր մերժեց, դրժեց հենց ահա ինչ է բացահայտվում ասես վերնագրերով բան չեն տեղադրել այսինքն տպավորություն չեն ցանկացել ստեղծեն արհեստականորեն Որտեւ իրանք էլ ուրիշ նկրտումներ ուժեղներ այնա որ Քոչարյանն էլ նույնը ասել Հա Քոչարյանն էլ ասում, պրիտոմ ընդ որում Չէ, ինքը ավելի հետաքրիր բան ասում, Առաջականում վապ թրիպի մեջ է ռուսները։ Հա, Ինքը արդեն ռուսներն է բերում թրիպի մեջ է տեղավորում։ Չի կարա չտեղավորի։ Չի կարա, բա պիտի հակազդեցության գոտի ստեղծեն, թե չէ Հայաստանը պիտի դարձնեն դարձյալ քաղաքական կրվախնձոր։ Հայաստանը ուզում են սարքեն Սիրիայից մարդիկ։ Հա։ Սիրիայում ինչ էր։ Բաժանի որտի է։ 2-3 մեծ տերությունների ներկայություն։ Հա։ Իբի զորով ուզում են Հայաստանում ունենան մեկից ավել գերտերությունների ներկայություն։ Ինչու՞ չէ, կարան ներկա լինեն։ Մենք ես մեկը չեմ բացառում դա։ Անհնար է բացառել, որովհետև խոսքը ճանապարհի մասին է։ Թող տնտեսության մեջ ներկա լինեն, թող գա մի հատ լավ վերջին կարգի լավագույն երկաթուղի սարքեն, այդ թրիփի մեջ ռուսները իրավունք էլ ունեն, չէ՞, թող գան սարքեն։ Բայց տեսել ենք երկաթուղի։ Ես քո լավատեսությունը սիրում եմ։ Հա։ Ցավը տանեմ։ Սարքողի մանգլավիկը։ Եղածը կքանդեր։ Դե Չէ, նայ։ Կարող է ես դրա արժեքը չհասկանամ, քանդեմ։ Կողքից մտնեմ շպալա, գողանամ, տանեմ, վառեմ, հենց երկաթը հանեմ, ծախեմ։ Տենց վատ անշնորհք քաղաքացի լինեմ կամ տենց է հիմիկ լավ էլ շնորհքով եմ այդքան եմ հասկանում հա բայց երբ որ դու պետության ղեկավար ես դու ունես 1000 տեսակ տվյալներ ու ընդհանուր պատկերացում վաղվա մյուս օրվա համար չէ այսինքն երբ որ դու դա քանդում ես դու ասում ես որ Հայաստանը չպիտի ունենա միջպետական որևիցե մագիստրալ իր մոտով անցնող Այո։ Այսինքն դու մերժում ես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ու տնտեսական անկախությունը։ Վերջ, դու ոչ թե դա քանդել ես, որ դու հասկացել ես, որ սա մեկը էլ պետք չի լինել։ Հիմա էլ են նույն բանը ասում։ Իմիջայլոց բերեցին այդպես բաներ մերժելով Քոչարյանը թույլ տվեց Բաքու, Թբիլիսի ջեյան ուղին ով շահեց այդտեղ Հայաստանի շահը այդտեղ կարող եք ցույց տալ։ Հայաստանը պարտվեց այդտեղ։ Վրաստանը շահեց։ Վրաստանը շահեց, էլ ոնց շահեց։ Հա։ Մենք ինչ շահեցինք։ Այ այդ պսևդո վայ հայրենասիրությամբ։ Գիտեք ինչ, երբեմն ինձ մոտ տպավորություն առաջանում, որ դիտավորյալ են անընդհատ դրանից խոսում, դա մեր պատմությունն է, որը անհնար է ոչ հերկել, ոչ մոռանալ, ոչ արժե զրկել, ընդհակառակը օրորի կարելի արժևորել, որովհետև դա մեր պատմությունն է։ Հասկանում եք, բայց ներկա իրականության մեջ
երբեք չխոսելով ներ հայաստանյան կարևորագույն գործողություններից, իրադարձություններից, ապագայից, բարձ քննարկումներ չկազմակերպելուց եւ այլն, ու խոսել միայն պատմական հայրենիքից, ինձ մոտ տպավորություն է, որ դա անում են, որպեսզի մենք չկենտրոնանանք մեր պետության վրա, մենք չընկալենք, որ սա մերն է։ Այ դրա համար մինչև հիմա ինչից ասեք խոսում եք, էլ մուշ ու սասուն եք հետ բերում էլ Ղարս ու Արդահան, բայց մինչև հիմա հասարակ ավտոբուս նստել լիշնել չեք սովորում։ Մինչև հիմա մի հատ ասֆալտ փռել չեք սովորել, այ ձեր ցավները տանեմ։ Ահա, որ Մի հատ ասֆալտ փռել չեք սովորել։ ես հիմա ասֆալտի Դուք թեմայով խոսում եք, նայեք ինչ։ ես քեզ երկրորդեմ, տեսա ինչ լավ ասացի, ասֆալտի Բալամի թեմա, բերի սրտի դուզած ասֆալտի թեմայով, որովհետև նորից կվերադառնանք մեր խոսացած թեմային, բայց ասֆալտի թեմայով ուրեմն Երևանի մատույցներում կա մի տարածք, որը Դավիթաշենը որտեղ ավարտվում է եւ սկսվում է Զովունին, ասելա թե Կոտայքի մարզը։ Հա, որ արդեն միջնում է Կորեայի ձոր բան այդ հապասներն է մի ճանապարհը Կորեայի ձորը իջնում, մեկը գնում է դեպի Զովունի, ուրեմն Զովունուց գալիս ես մի փայլուն ճանապարհ, եվրոպական որակի ճանապարհ։ Դավիթաշենից բարձանում է ստանելի, նորմալ, կարկատած, բայց ստանելի, նորմալ ճանապարհ։ Գալիս ես այդ հատման կետին ու սկսվում է մոտավորապես մի 30-ից 50 մետր դժոխք, ճանապարհային դժոխք։ Այսինքն այդտեղ փոսերը ավելի շատ են, քան ասֆալտը, որ դու պատկերացնես։ Ու ինչ մեքենա, նրանք ասում են, էդի իմը չի, կոտայքցիները, տրամաբանությունը ջոկում ես, չէ։ Երևանցիները ասում են, էդի իմը չի։ Ախպեր ումն է էդի։ Ասեն։ Ուզում ես իմանանք տերը ով է։ Ասա։ Գնում ենք, սկսում ենք փորել, հիմք գցել, որ տուն սարքել է։ Հա ճիշտ է, մեկը քոնը չի։ Ով գա տու գանել, ասել ենք լարի տենենք էսի որտեղ եմ սարքում, տվյալ մարզային կառույցը չէ պիտի գա։ Կամ համայնքային։ Դե ուրեն ֆիքսեք, վաղվանից ես ու գնելս սկսում եք տուն սարքել, հենց այդ ճանապարհը 50 քառակուսի մետրը հեսա անկախանում է։ Անկախանում է։ Դե որ ոչ մեկինը չի։ Այսքան Երևանինը չի, Կոտայքինը չի, ես գիտեմ вообще Հայաստանի Հանրապետությանն է, թե չէ։ Դե եթե Հայաստանի Հանրապետությանն է, այդտեղ պիտի փաստորեն բանով արվի, այն կառավարական ծրագրով են ոնց են ասում դրան։ Հա, սուբվենցիայով։ Սուբվենցիայով ուրեմն պիտի այդ 50 մետր։ Երկուսդ էլ վերցեք սուբվենցիա, բայց ճանապարհը սարքի։ Բա իմիջիանս տման տեղեր էլի կան Երևան։ Մենակ բանում չէ։ Բայց էսի սարսափ։ Մեր համայնքները իսկապես ես քեզ ասեմ, առավել եւս 20-ից հետո ես շատ շփվում էի համայնքապետերի հետ, որովհետեւ համայնքապետ չի կարող ասել սանտիմետրով որտեղ է սկսվում ու որտեղ է վերջանում իր համայնքը։ Մոտավոր տարածքներով, այն կոմերը մինչև մերն է։ Սենց է։ Ասեմ ավելին, Կոտայքի մարզը, այդ այն մարզն է, ցավը տանեմ։ Ով Երևանում կղզի ունի։ Չգիտեր։ Ո՞րն է։ Երևանում կղզի ունի Կոտայքի մարզը։ Հա։ Այդ ո՞րն է։ Այո, բացենք։ Մեր падգամավորներից մեկը նախկիններից։ Հա։ Այնտեղ ունի մասնավոր հողատարածք, որտեղ տուն է սարքել, իրա դաչենա, տունն է այդտեղ։ Ահա։ Այդ տարածքը, որպեսի կոպեկներով ինքը վերցնի ու ավելի հնարավոր լինի։ Այո, սա դարձել է Կոտայքի մարզ, այդքան Դավթաշենում։ Սա անկլավ է փաստորեն։ Դավթաշենում դա դարձել է Կոտայքի մարզ։ Հա։ Եկտես Կոտայքի մարզի գներով ապրում է այդտեղ։ Վարձերն էլ է տենց վճարում։ Սա ամեն ինչ Կոտայքի մարզ է։ Ու Երևան չի։ Ահա։ Թանգու Լավ կրակ։ գաղափարաբար։ Հասկանում, ու այս ամեն ինչը շտկելու համար մի անգամ ինձ մոտ եկել էր մի հատ քաղաքացի, հասարակական կազմակերպություն մեկ։ Եկավ ասեց. «Գնել ջան, տարիքով մարդ»։ Ասեց որ խնդրեմ, կգաս մի հատ գնանք ես քեզ իմ հողը ցույց տամ։ Ասում եմ դե հոպար մի քիչ զբաղված եմ, բան, ինչ կա, բանավոր ասում։ Չէ, էլի գնանք մի հատ։ Ասի լավ, չմերժում։ Հելան գնացինք։ Գնացինք ճանապարհով, միջպետական ճանապարհով։ Ասեց այստեղ կան մի ցավը տանում։ Կան, ասեց տեղից իմ հողն է սկսում։ Ասում եմ այսի կան։ Հա, ասում եմ։ Իրա հողի մեջով անցնում է ինչպետական չէ։ Այստեղից սկսվում է իմ հողը։ Այն
ինքը գիտի որ Իրանը չի էդի, ինքը գիտի որ կողքինն է Իրանը, բայց պարզվում է, այնտեղ 12 հատ հող կա, կադաստրով, անենց են կադաստրով, ներսովի այտենց ինչ որ բաներով, այնքան են խառնել ժամանակի, նոր բան չէ։ Որ երբ որ հիմի գնում է թուղթ վերցնելու, ստացվում է, սենց Իրանը գնում է ճանապարհին։ Հեսա քանդում եմ լոլիկ ցանը։ Ես էլի տենց Ու որպեսի դա շտկվի, 12 հողատարածները պիտի դեց հետ գնան։ Այսինքն կադաստրի ունեցածն ու գետնի վրա եղածը չի համապատասխանում։ Ես հողամաս ունեմ, Կոտայքի մարզում։ Հայաստանի Հանրապետությունն էին արել, այն բանի օրենքով, վարչատարածքայինի օրենքով։ Ղարաբաղն շատ մարդիկ գրել էին, որ այս գյուղից, այս ինչ գյուղից, այն ինչ գյուղից, տեղ գյուղից, մյուսից այս կողմը գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը։ Օրենքով Սերժ Սարգսյանի բերած օրենք, ասում են դուք տվեք վարչատարածքային բաժանմանը։ Բաներ ասում։ Ես հողամաս ունեմ Կոտայքի մարզում, հետաքրքիր է, չէ, ամեն կավ։ Այդ իմ հողամասը, որ նայում եմ, որ Երևանն է, ճիշտ ես ասում։ Ուրեմն, ասենք, եթե սա փողոցն է, սենց, էս էլ իմ հողամասն է, բայց նենց է չափ ու ձևը արած, որ այս հողամասը գալիս է այսենց, այս կներ ճանապարհը, կամ չպետք կամ կիսով չպետք։ Դե ես կամավոր զիջում եմ հիմա այդ հատվածը, որպես ճանապարհը գործի։ Ու շատ այդպիսի գործեր են կան, ու կուտակվել է հիմի դե մեր կադաստրն էլ թվայնացվում է, բան արվում, արդիականացվում է, որ այս ամեն ինչը բերի, ու այդ process-ների մեջ բնականաբար թացուչորա խառնվում, բնականաբար հանրային դժգոհություններ առաջացնում որոշ դեպքերում, բայց ես մեր հանրությանն էլ եմ խնդրում մի քիչ ըմբռնումով մոտենալ, որովհետև գիտեք, դա նման է տան վերանորոգմանը, որ դու լավ բան ես անում, բայց դիսկոմֆորտ է։ Դե գիտես, էլի քո ասածը գալիս է օրենքի չկիրառումին, գալիս է Չէ, ժամանակին ամեն ինչ բանով է։ Ոնց ուզես, Էլենա, տենց էլ արել են։ Այսօր տեսքի բերել չի, շահառուներ են եղել։ Իմ ընկերներից մեկը երեք զանգեց, ասեց, եթե վաղը հաղորդում ունեք, ասի իհարկե ունենք, ասեց կլինի, որ մի հատ բան խնդրեմ ասեք։ Ասի հա, կասեմ, հիմա ասում եմ, ասում ա լիքը տեսել եմ, դեպքեր են եղել, շատ դեպքեր են եղել, որ պարեկները երբ որ գնում են գործի, բնականաբար չէ, իրանց համազգեստով բանով պատրաստված գնում են գործի, բայց իրանց սեփական մեքենայով կամ հորոխբորով մեքենայով կապ չունի, կարող է հարևաննատ կամ կարող է վերջը, դա էական չի։ Ասում է, գրեթե մեծամասնությունը ամրագոտի չեն գցում։ Կլինի, որ դա եթերով ասեցին։ Դե ժողովուրդ, դուք օրինակ եք։ Այո։ Դուք տուգանում եք քաղաքացուն, քաղաքացու էլ օրն է այսօր։ Դուք տուգանում եք քաղաքացուն, եթե ինքը ամրագոտի չի գցում, չէ՞։ Դուք ասոցիացվում եք, հետ դուք պետությունն եք հասկանում։ Բայ իհարկե։ Պետական գործի չէ, հենց պետական Շատ հարգում ենք ձեր արած աշխատանքը։ Այո, ամենայն հարգանքով, բայց իսկապես նայում են ձեզ այդ պարագայում։ Դուք ավելի ուշադրության կենտրոնում եք, քան ես։ Էդի մա։ Չնայած մենք էլ այն մարդիկ ենք ու մեր նիստուկացի մեջ պետքա որոշակիորեն ուշադիր լինենք, բայց այս պարագայում իսկապես կոչ ենք անում, որպեսզի օրինակ ծառայեք, այո։ Որտեվ նենց դեպքեր են ելնում, նենց լավ օրինակներ են ծառայում, տեսել ես մեքենայա փչանում, գալիս են, օգնում են, տեսել ես, ֆանտաստիկ լավ տեսարաններ, բայց այս մեկը մի քիչ ավելի ուշադիր եղեք։ Լավ բան է նկատել, բայց ընկերս, հարգանքներս ընկերոջ։ Վերադառնանք մեր քաղաքացու տոնին։ Հա, քաղաքացու տոնին։ Գիտես ինչ, ես ուշադրություն դարձրել եմ, որ քաղաքացին բավականին առաջադիմել է։ Ինչով։ Այս վերջի տարիներին բավականին առաջադիմել է, մանավանդ ինչ վերաբերում է իրավունքներին, կարգ ու կանոնին ինչ որ առումով հետևելուն, ինչ որ առումով ավելի ճիշտ, այսինքն հələ դեռ ցածր ենք, բայց այն շատ ներքև ցեխի միջից մի քիչ ելել ենք։ Հա։ Ես այսօր ասենք ուղակի զբոսնում էի, քեզ սպասելու ժամանակ,
ուղղակի զբոսնում էի մի հատ տիկին հարավարևմտյան թաղամասում եմ բնակվում մի հատ տիկին եկավ մոտեցավ աղբար կղերին հարգանքներս ձեզ տիկին ջան Մեր շենքից, չէ՞։ ձեր կողքի շենքներ Մեր հայատնը, մեր մայլից։ ու 3 տոպրակ էր ձեռքին մի տոպրակը գցեց այն ապակյա տարաների համար Ամեն մեկը իր տեղում։ ամեն մեկը իր տեղում գցեց գնաց դե հարգանք չասես այս մարդուն բայց մարդը իրական իսկական քաղաքացի է երկրի Այո։ ոչ միայն ինքը աղբցնց չի տանում շպրտում կողքը Կամ խառը միտեղ։ կամ խառը միտեղ հակառակը Չէ, դե մի այդտեղ կան այդ աղբարկղերից, որ տարբեր, ու շատ լավ է, որ արկայության դեպքում որտեղ կա օգտագործում են ըստ նշանակության։ հա Դա շատ լավ բան է։ Իսկ օրինակ 3 ծիծեռնակաբերդ պիտի բարձրանային, դե արարողակարգային է, դու գիտես։ Ու նայում էինք, ինչ տեսանյութեր էինք տեսնում, ինչ որ քաղաքացիներ ներքևում փորձում էին սաբոտաժներ կամ իրանց գիտությունն էին ցույց դնում կամ իրենց անըմբռնողականությունը կամ դիտավորյալ էին ուղարկված։ Ես հակված եմ վերջին տարբերակին։ Բա ասում են ինչ կլինի մենք պիտի բարձրանանք խեն փակեն արարողակարգ է։ Նա ու արդեն ազնականացնելով բան անելով Այն մեկն էլ ասում է բանա, ես միշտ էլ եկել ու բարձրացել եմ, այսօր առաջի անգամ շուտ եմ եկել չեն թողնում բարձրանում։ Տիկին, նրա համար չեն թողնում, որովհետև շուտ ես եկել։ Որովհետև շուտ արարողակարգն է տեղի ունենում։ Նախորդ անգամները դու չես նկատել, որովհետև շուտ չես եկել։ Առավոտյան լինում են կառավարության ներկայացուցիչները, պետքա ծաղկեպսակը, չգիտեմ, բանը մեր պաչոտնիկ առաուլը Չէ, պատվո-պահակախումբը բանը, այս ամենը չկա մասայի մեջ լինի։ Վերջո Հետո բան հյուրերը, դիվանագետական ներկա ի վերջո մայրաթորի պատվիրակությունը Սրանք արարողակարգային են ու միշտ էլ սպասել ենք մենք ժողովրդով ներկա անգամ դպրոցական տարիքից եմ ես հիշում որ հələ այն ժամանակ այլ կերպ է դա առավոտ շուտ էինք գնում դպրոցականներով բացի այդ սպասելը բարձրանալն էլ փուլերով են այո մինչև սերոփիչը չգար չբարձանար չիջներ որտեվ այստեղ ոչ թե հարցը անուններն են ասենք Քոչարյանն էլ Սերժն էլ որ դուրս իրանց օրոքել նույնն ա եղել բանը տարբերություն աշխարհից լույսը չեն բայց դա արարողակարգ է ու ինձ համար զարմանալի է ոնց կարող մոտավորապես թույլ տվեք բանանը մի 40-50-ին մոտքինը այս տարական բանը չիմանա ներքևը կանգնի բազար բռնի ասենք գիտեք ոնց այ խոսում ենք իրավունքներից Ստեղ ինքը երևի թե խոսում է իր իրավունքից առանց ըմբռնելու մնացածների իրավունքները Հա, այս իմաստով առաջադիմություն կա։ Որտեղ վերջանում է իր իրավունքը, սկսվում է մյուսների իրավունքները։ Հարգելու դիմացին իրավունքները եւ այլն։ Այստեղ հա առաջադիմություն կա, ինքը սկսել է հասկանալ, որ ինչ որ իրավունքներ ունի։ Բայց որոշ դեպքերում սկսում է չարաշահել, ասենք բարձանում է տրանսպորտ, ասում է ես չեմ վճարելու։ Չեմ վճարում, դան էլ դանակահարություն։ Ու այդ խես վարորդները, ես չգիտեմ, այդ մարդիկ կամիկաձե են մեր վարորդները։ Ընդ որում նաև շտապ օգնության անձնակազմ։ Այո, ես իմիջայլոց մեր ավտոբուսի վարորդներին ջերմ ողջուններս բոլորիդ, ես զորակցում եմ ձեզ, ինչ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, ձեզ համբերություն Բայց այ ոնց ես պատկերացնում, դա ոնց կարող է։ Ես մի հատ բացատրություն ունեմ, որը հատուկ գրել եմ, որ ընթերցեմ։ Բայց միտքը իմն է։ Արդյունքում ունենք ռացիոնալ, անբացատրելի, տրամաբանորեն անհամատեղելի իրավիճակ։ Հա։ Իրական ռացիոնալ չես կարող բացատրես, էլի ասենք այդ մարդը, որ դանակարում է ավտոբուսի վարորդին, այն կինը, որ Կամ սպառնում է, գոռում է։ Այն մեկը շիշա շպրտում այդ մարդու վրա, այն մեկը ասում է, «Տո հենց չեմ վճարելու» ու երթև եկել։ Ուրեմն ես ասեմ, այս իմաստով, քանի որ բանա գնում ենք դեպի վերջը հաղորդման, ուրեմն ասեմ, Եվրոպայում, օրինակ, դե ես իմ աչքով տեսել եմ, ապրել եմ, ինչ որ մի ժամանակ էլ ինձ կյանք այդ կողմերն են հետացել։ Ուրեմն
երբ ուզեր իրան տված է լուրջ իրավունքներ այդ իմաստով, երբ ուզեր անգամ աղմուկ լսեր, այնտեղ հեռախոսով չխոսելու նշանը կար, հեռախոսով խոսեր, կարող գար քեզ իջացներ, ու եթե դու փորձեիր ինչ-որ բան, կողքի նստողները նես մի հատ կնայեն քեզ, որ Դու ով ես, էլի, սա մեր ավտոբուսի վարորդն է, դու ով ես, բա գրված է, բա ու իշ պատիվի են արժանանում, բայց եթե հանկարծ ավտոբուսի վարորդը զգա, որ ինքը չի կարա հարցին լուծում, դա ինքը շատ արագ զանգում է ոստիկանություն։ Ու օրենսդրական այնպիսի բաներ կան, որ ոստիկանությունը, այսինքն վարորդի ասածը ամենահիմնավորն է տեղում։ Ինքը չի ընկնելու։ Ես իմը սրան վերցնելու է տանի խուլիգանության համար քցի մի հատ խուցը, ասეთ այստեղ կնստես մինչև դու սովորես, այստեղ անվճար կարաս նստես։ Ինչքան ուզում ես։ Չէ, ընդ որում նստելու համար էլ կվճարես։ Քո գործերից էլ հետ կմնաս, քո ամեն ինչից էլ Հանրային աշխատանքները իրականացնես։ 3 օր կնստես, նոր կգնաս տուն։ 1-2 վեր, այսինքն ոստիկանական համակարգը քաղաքային խիստ հասանելի է այս պարագայում, որով դա կարա դիտվի ընդհուպ միջև ահաբեկչության փորձ։ Հա, դու Պետական աշխատող է։ Դու պատկերացնում Ավտոբուսի ես, վարորդը պետական աշխատող։ դանակ են հանում ավտոբուսի վարորդի վրա, բայց այլ ահաբեկչությունը պոզով պոչով է լինում։ Չէ, ես խոսում եմ չվճարելը դեռ։ Հա, դե Հələ մինչև դանակը։ Դե Չվճարելու պարագայում, եթե ավտոբուսի վարորդը ասում է պիտի վճարես, չի լսում, մեր բազար չկա, կապվում է հատուկ համարով, ոնց չլինի մոտակայքում շրջող։ Դա փոփոխե մինչև ստեղել են շատ արդեն քաղաքում ոնց անես որ 5 րոպեն մեկ մի հատ նման մեքենա չտեսնես օրինակ բանի ոստիկանության ոնց քայլես որ չտեսնես տեսնելու ես մաքսիմում 5 րոպե դռները փակում նստում ոստիկանը մոտենում ասում ես ոնց որ մենք էլ դռները փակենք բայց հաջորդ կայարանը միշտ շաբաթ հա ինչպես մի անեկդոտ կա դա ասենք նոր քաղաքացի Են որ մեկը նստում է մետրո, այնտեղ ասում է հաջորդ կայարանը Զորավար Անդրանիկ, հետո հաջորդ կայարանը Նագարեգի Նժդե, արոսպես իմանուն ազգանունը երբ է կարդալու որ ես էլ իշտեմ։ Հին անեկդոտա, բայց լավն է։ Դե ինչ դարձավ շնորհավոր սիրելի քաղաքացիներ, բոլորիդ տոնը, բոլորիդ լավ երեկո ենք մաղթում։ Եթերում սև ու սպիտակներ։ Ամենայն բարդ ձեզ։